մենք անդրադառնանք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրություններին եւ առհասարակ այս իրավական պրոցեսներին, որ մեկնարկեցին մինչև Կարապետյանի կալանքի հարցի քննությունը, ընդհանուր ֆոն է ապահովում, թե իսկապես նմանատիպ դրսևորումներ եղել են կուսակցությունում, որոնք հնարավոր է հետագայում նկատի ունենալ։ Տեսեք, այսօրվա իրականության մեջ այն ինչ կատարվում է Ուժեղ Հայաստան կուսակցության այժմ արդեն դաշինքի շուրջ, իրավական տեսանկյունից որակումներ տալը շատ դժվար է եւ աշտարակական, որովհետեւ ինչպես տեսնում ենք, գործիքակազմը ամբողջ իրավապահ մարմինների փորձ է արվում կիրառել հենց միայն քաղաքական նպատակներով։ Դրա մասին են խոսում նաև մարդկանց անմեղության կանխավարկածի վրա ուղիղ ազդեցություն ունեցող այնպիսի հրապարակումները, պետական ռեսուրսների այնպիսի օգտագործումը, որին ականատես ենք լինում, որի միջոցով, այսինքն գաղտնալսումներից որոշակի հատվածներ մոնտաժված երբեմն հրապարակման միակ նպատակը այն է, որպեսզի քաղաքական հարված հասցնեն Ուժեղ Հայաստան կուսակցությանը։ Այստեղ գործի ըստ էության քննությունը, արդարադատության իրականացումը, կարծում եմ իրենց համար առաջնային չի, որովհետև այն հաղորդագրությունները, որոնք որ տարածվում են իրավասու մարմինների կողմից, ակնհայտ է, որ միակ նպատակը հենց քաղաքականապես որևէ վնաս հասցնելն է, սակայն դա չի հաջողվելու, որովհետև դա եւս մեկ անգամ ցույց է տալիս իրենց վախերով առաջնորդվելու գործելավոճը։ Բայց ես են մեղադրում վախերի մեջ, ասում են կանանց թիկունքում եք թաքնվում։ Գիտեք, իրենց մեղադրանքները շատ սին են եւ պատասխանել ամեն մի հորինված մեղադրանքի չեն պատրաստվում։ Տեսնում ենք, որ այսօր մեր նկատմամբ ամենատարբեր միջոցներով փորձում են սահմանափակումներ իրականացնել եւ իրենց թուլության մասին է խոսում, որ հենց առաջի հերթին թիրախավորել են կանանց։ Իսկ ինչ վերաբերում է վախերին, մենք տեսել ենք վերջին տարիներին, որ դա իրենց լավագույն ուղեկիցն է դարձել։ Այսինքն իրենք քանի որ առաջնորդվում են վախերով, քանի որ արտաքին հարաբերություններում ձախողումների հիմնական պատճառներից մեկը նաև իրենց վախերն է, իրենք կարծում են, թե ներքաղաքական գործընթացներում վախերը նույն ազդեցությունը կարող են ունենալ։ Կարող են վախ տարածելով հասարակության մեջ, մեր համակիրների մեջ, մեր կուսակցական ընկերների մեջ, մտածում են, թե կարող են հասնել հաջողության, սակայն այստեղ իրենք ձախողելու են եւ լրիվ հակառակ ռեակցիան է տալու իրենց այդ գործելավոճը։ Ձայնագրությունը, որոնք տարածվեցին եւ ընդհանրաբար վերաբերում են Ուժեղ Հայաստան կուսակցության անդամներին, ընդունելի է ձեզ համար լսել նման բառամիջը։ Տեսեք, բառամթերքի մասով կարծում եմ իրենք չեն այն սուբյեկտները, ովքեր որ պետք է ընդհանրապես մեր հայրենակիցների հետ կամ մեր հայրենակիցների մասին խոսելիս որևէ քննադատություն ունենան, որովհետև բնականաբար մեր համար միշտ ընդունելի է եղել մեր հայրենակիցների նկատմամբ հարգանքը։ Մեր նույնիսկ ընդդիմախոսների նկատմամբ մաքսիմալ փորձում ենք մենք հարգանքի մթնոլորտը պահել, չնայած հաշվի առնելով այն բոլոր արհավիրքները, որ իրանք վերել են մեր երկրի վրա, ամեն դեպքում փորձում ենք այդ զսպվածությունը մաքսիմալ պահել։ Անհարգալից վերաբերմունք մեր հայրենակիցների նկատմամբ առաջի հերթին հենց իրենց կողմից ենք տեսնում։ Իրենց խոսելավոճը, իրենց շփումները մեր հայրենակիցների հետ թույլ չեն տալիս, որպեսզի իրենք որևէ կերպ փորձեն քննադատել մեկ այլ իրենց հակառակորդ ուժի։ Մեր համար ընդունելի չէ մեր հայրենակիցներից որևէ մեկի նկատմամբ որևէ ոչ պատշաճ արտահայտություն։ Դե տեսնում եք ինքը եւս մեկ անգամ ցույց է տալիս իր խոսելավոճը, այսինքն ինքը հենց ինքն է պիտակավորում մեր այն համակիրներին, ում միջոցով, ում օգնությամբ եւ ում ուժի շնորհիվ կարողանալու ենք Հայաստանում փոփոխություններ իրականացնել։ Այնպես որ չի ուզենա շատ անդրադառնալ այդ խոսույթին, որովհետեւ միգուցե իրենց համար ընդունելի է անընդհատ նման խոսույթով, նման բառապաշարով հանրության առաջ հանդես գալը, բայց մեր համար դա ընդունելի չէ։ Դուք հայտարարում եք, որ ուժ եք պատրաստում եք փոփոխություններ բերել, բայց ինչպես է ստացվում, որ ըստ էության դուք եք քաղաքական խոսույթի նշաձողը իջեցնում եւ իշխանությունների նշաձողը համապատասխան խոսույթ ունենալ։
Իսկ երբ եք նկատել, որ մենք հանրային դաշտում քաղաքական նշաձողը իջեցնենք, մենք իջեցնողը լինենք։ Ես ասում եմ, այսօր մեր քաղաքական դաշտը այնպիսի իրավիճակի են իրենք հասցրել, որ երբեմն պարզապես չպատասխանելը անհնար է դառնում, բայց նույնիսկ մեր պատասխանների մեջ, հանրային դաշտում, մեր խոսույթում կարծում եմ զուգահեռներ գտնել իրենց ոճի, իրենց ստերի եւ իրենց բառապաշարի մեջ շատ դժվար կլինի։ Համաձայն չեմ ձեր հետ, մենք այդ մակարդակին երբեք չենք պատրաստվում իջնել եւ չենք իջնում։ Երբեմն համարժեք պատասխանի անհրաժեշտություն տեսնում ենք։ Հետևաբար զուգահեռներ կխնդրեմ չտանեք մեր խոսույթի եւ իրենց խոսույթի միջեւ։ Ներեցեք, ձեր հաղթանակի դեպքում քննարկումներ ունեք, ինչպես եք Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության, իդեմս նրա կուսակցության ընդդիմության հետ ազգային ժողովում աշխատելու եւ հնարավոր լինելու է ձեր իշխելու դեպքում, ձեր իշխանության դեպքում զերծ մնալ նախկիններ, ներկաներ այդ եզրույթից։ Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը լինի իրապես խորհրդարանական պետություն։ Իսկ ընդդիմությունը ունենա գործելու հնարավորություն։ Այսինքն, եթե պետք է իրենք լինեն ընդդիմություն եւ իրենց գործելավոճը պետք է նպատակ ունենա, որպեսզի Հայաստանում եւս մեկ դրական օգուտ բերի, բնականաբար փորձեր կարվեն լսելի լինեն, որպեսզի իրենք։ Սակայն եթե պիտի իրանք շարունակեն այն գործելավոճը, որը որ հիմա ունեն, այն նպատակները, որոնք որ դրել են մեր երկիրը փոխելու առումով, մեր համար ընդունելի չեն։ Այսինքն գաղափարական հակասություններ մենք ունենք իրենց հետ։ Եթե իրենց կհաջողվի հասնել այն մտքին ու այն նպատակներին, որը որ մենք ենք փորձում Հայաստանում իրականացնել, որը որ մենք ենք տեսնում, որ այդ փոփոխությունները պետք է Հայաստանում լինեն, ապա թող իրենց կարողությունների չափով աջակցեն այդ փոփոխություններին։ Բնականաբար մենք բազմիցս ասել ենք, դուռը փակ չի լինելու ընդդիմախոսների համար։ Եթե ուժեղ Հայաստանին հասնելու ճանապարհին, ինչը որ ինձ համար շատ կհասկացելի է իրենց պարագայում, կարողանան ունենալ որևէ նպաստ, թող փորձեն։ Այսօրվա ընդդիմության ինչպիսի գնահատական կտակ, որովհետև ձեր գնահատականներից պարզ է դառնում, որ փաստորեն ճիշտ է հասնում, որ այսօրվա ընդդիմությունը չի ծառայում նաև որովհետև երկրի կողմնակցության մեջ ոչ միայն իշխանությունները, այլ ընդդիմությունը։ Հասկացա ձեր հարցը։ Ընդհանրապես քաղաքական ուժերին ճիշտ կլինի, որպեսզի գնահատական տամ հայ ժողովուրդը, հայ ընտրողը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Բնականաբար չեմ կարող գոհացնող համարել գործելավոճը, որի արդյունքում դեռևս այս Հայաստանի Հանրապետության շահերին շատ դեպքերում դեմ գործող իշխանությունը դեռևս շարունակում է պաշտոնավարել։ Բայց կուզենայի գնահատական տալուց զերծ մնալ գլոբալ առումով եւ վստահել մեր ուժեղ հայրենակիցներին, մեր քաղաքացիներին գնահատականը իրենք կտան։